Ժողովուրդ ջան, եթե հիմա միացավ, ուրեմն բոլորիս էմոցիաներն էլ բնականաբար տեղի էր տալիս, հա, ու իրականում մենք բոլորս մարզպետի հետ պատրաստվում ենք անել այն, ինչ որ ինքը արել է կատվի հետ։ Հիմա շնորհակալություն ենք հայտնում Վերաքննիչ դատարանի կազմին, բոլորին, որովհետև իրենց դրած հարցերը իրականում շատ կարևոր հարցեր էին, թե որը վերաբերում էր առանձնակի դաժանության։ Ըստ էության, եթե նույնիսկ կատվի դին չկար, կարելի էր փորձագետի դիմել, որը թեկուզ կարող էր նայելով, ասենք մեր կարծիքը ենթադրենք սուբյեկտիվ է, ասեր դա դաժանություն է, առանձնակի դաժանություն է եւ ինչ կարա լինի։ Երկրորդը, ելի եմ ասում, կան շատ հարցեր, որոնք մնացել էին օդում։ Սա մեկ ասում է տղաս հետս ա եղել, մեկ տղաս հետս չի եղել, մեկ կնիկս ա հետս եղել, մեկ աղունիկն ա հետս եղել։ Այսինքն այս բոլոր հարցերը հուսանք, որ այս պարագայում Առաջացյանի դատարանը կգտնվի իր բարձունքի վրա եւ պատասխանները կտա։ Միևնույն ժամանակ անկախ նրանից, որ դատախազություններ բերել բողոքը, այս ամբողջը դա քննչականի թերի աշխատանքի արդյունքն է։ Մենք բազմիցս գնացինք քննչական, այդ ինչ էր Դավիթ Բաղդասարյանն էր, ինչ էր այդ Ուկրաինայից փախած մի հատ քննչականի պետ կար։ Մեր ամեն տենալուց դուրն էր փակում, բայց միգուցե ինքը հայերենին լավ չէր տիրապետում, մենք խերսոնի լեզվով իրան կբացատրեինք, թե ինչ փաստաթղթերա պետք է, չէ, հասկանայինք, այս մարդը հիվանդ մեր ունի, չունի, խնամակալ է, խնամակալ չի եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն ստեղ դատախազության թերի աշխատանք եղել է, որտեղ դատախազությունն էլ վերահսկել է իրանց կատարած աշխատանքը։ Մենք հիմա գնալու ենք գլխավոր դատախազություն, որտեղ մենք հիմա հանրային հաղորդում ենք ներկայացրել, հանրային հաղորդում է ներկայացրել, որը վերաբերում է հենց այս սուբյեկտի տղային, այսինքն տղայի մասնակցությունը եղել է թե չի եղել, մենք բնականաբար վիդեոից գիտենք, որ եղել է, եւ ինքն էլ ասում, որ եղել է, եւ ոչ մենակ վիդեոից, մենք հիմա ունենք արդեն ապացույց եւ տրիբունը ունի եւ մենք ունենք հակակոռուպցիոն բլոգը ապացույց, որ մարդն ասում է, այո, տղաս հետս ա եղել։ Եվ բնականաբար, եթե իր մոտ բան չի, ռազդվայինի լիչնստի չի, ինքը իր հետ է խոսում, ասում է մծրա էս արային արա, բնականաբար տղայի հետ է խոսում։ Եվ սրա համար մենք հիմա կգնանք դատախազություն, մեր հաղորդումը կներկայացնենք, մինչև վերջ գնալու ենք, սա մի կատվի պատմություն չի։ Սա ընդամենը կենդանիների եւ մարդկանց համակեցության կանոնների մասին է եւ սա պետքա լինի նախադեպային դատական ակտ, որպիսի մեր երկրում չբազմանան մարզպետները։ Նորից եմ բոլորիս անունից Վերաքննիչ դատարանի դատավորների կազմին մենք բոլորը շնորհակալ ենք, որովհետև երբ որ գնա առաջինացան, մենք նորից բնականաբար մասնակցելու ենք, բնականաբար հանրային ենք հնչեցնելու մեր բոլոր հարցերը եւ կարծում եմ չէ, վստահ եմ մենք հասնելու ենք հաստատ հաջողության։ Միանշանակ։ Մերսի ձեզ բոլորիդ, կազմ ջան, շնորհակալ ենք ձեզ, կգնանք հիմա Առաջացյանի դատարան։